Արցախի հոգեբանների միությունը որոշում է ընդունել միանալու Գագիկ Ծառուկյանի առաջարկ Հայաստանին նախաձեռնությանը, գտնելով, որ նրանում ուրվագծված են գաղափարներ, որոնք համահունչ են կազմակերպության նպատակներին, առաջադրված խնդիրներին, ինչպես նաև մեր ազգային արժեքներին եւ մասնագիտական առաջնահերթություններին։ Կազմակերպությունը վստահ է, որ Արցախից տեղահանված մասնագետները, նաև հոգեբանները միանալով նախաձեռնությանը կարող են լիարժեք դրսևորել իրենց կարողությունները, նպաստելով հզոր, ապահով ու կայուն Հայաստանի կառուցմանը։ Առաջարկ Հայաստանին նախաձեռնությունն առաջ է քաշում այնպիսի գաղափարներ, որոնք կազմակերպության կարծիքով պետք է դրված լինեն հոգեբանական աշխատանքների հիմքում՝ համաձայնություն, համերաշխություն, կառուցողականություն, ներդաշնակություն, ազգայինի կարևորում եւ պահպանություն։ Նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանն իր հրապարակային խոսքում նշում է, որ մեր երկրին մեծ արդարություն է պետք։ Դա շատ կարևոր է համարում կազմակերպությունը այս դժվար փուլում։ Առաջարկ Հայաստանին ծրագրի առանցքային գաղափարներից մեկը արդար բարքերով, խաղի արդար կանոններով պետության կերտումն է։ Կազմակերպությունը համարում է, որ առանձնակի շեշտադրման կարիք ունի նախաձեռնության այն գաղափարը, որ խեղճությունը մեր թշնամին է եւ պետք է ամեն գնով հաղթել այդ թշնամուն։ Խեղճության սինդրոմը բնորոշ չէ մեր ազգին եւ այն չի կարող բնորոշ լինել հատկապես երիտասարդ մարդկանց։ Գնահատելի է, որ նախաձեռնության մեջ առանցքային տեղ է հատկացված երիտասարդության հետ տարվող աշխատանքների բարելավմանը։ Արցախի հոգեբանների միությունը համոզված է, որ թվարկված բոլոր խնդիրները հոգեբանական պատճառաբանություն ունեն։ Ճիշտ պլանավորված եւ կազմակերպված աշխատանքի շնորհիվ հնարավոր է լուծել ինչպես թվարկված, այնպես էլ բազում այլ խնդիրներ։ Բոլոր ոլորտներում հոգեբանական աշխատանքի համակարգված կառավարումը պետության առաջնահերթ պարտականությունն է։ Գիտակցելով պահի կարևորությունը, Առաջարկ Հայաստանի նախաձեռնության աշխատանքային թիմին միությունը հորդորում է ստեղծել համակարգող խորհուրդ, կազմված ոլորտային բարձրակարգ մասնագետներից, ովքեր ընդունակ կլինեն համատեղ աշխատել եւ օպերատիվորեն հավաքագրել, համակարգել, վերլուծել տեղերից ստացվող բոլոր կառուցողական առաջարկությունները եւ դրանց հիման վրա մշակել ռազմավարական ծրագիր, որն էլ դրված կլինի մեր երկրի առաջանցիկ զարգացման հիմքում։ Երկրում անվերապահորեն պետք է ապահովված լինեն անկուսակցական համախմբումը, պարզ, անկեղծ հաղորդակցումը հասարակության հետ, փոխզիջումային մշակույթը, բոլոր համակարգերի արագ կայունացումը։ Արցախի հոգեբանների միությունն իր համեստ ռեսուրսներով պատրաստակամություն է հայտնում ակտիվորեն ներգրավվելու Առաջարկ Հայաստանի նախաձեռնության կոնկրետ աշխատանքներին, իրականացման բոլոր փուլերում եւ իր հնարավորություններով օր առաջ մոտեցնելու բաղձալի նպատակը՝ հզոր, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանի կերտումը։